Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում կարևոր թեմաներից խոսել մեր զրուցակիցների հետ։ Հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել YouTube-ում եւ Spotify-ում եւ այսօր ես մի շատ կարևոր խնդրից եմ խոսելու Լոռու մարզի Ծաղկաշատի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանի հետ։ Բարև ձեզ, հարգելի տիկին Մուսայելյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ Ծաղկաշատի հիմնական դպրոցում սովորում են 9 աշակերտներ։ Փոքրականակ թվականակ ունեցող աշակերտական համակազմ ունեցող դպրոցները մեր իրականության անբաժանելի մասն են։ Եվ քանի որ այս թեման նաև հուզում է մեր քաղաքացիներից շատերին, ես կուզեմ, որ մենք այսօր հենց ձեր փորձառությամբ նայենք այս հարցին եւ փորձենք հասկանալ այսօր ինչ ենք մենք առաջարկում մեր երեխաներին եւ ինչի կարիք կա, որ իսկապես հասանելի ու հնարավոր դարձնենք բոլոր այն երեխաներին, որոնք այս օբյեկտիվ պայմաններով պայմանավորված սովորում են դպրոցներում, որտեղ շատ քիչ են իրենց տարեկիցները, հասակակիցները, մյուս աշակերտները։ Խնդրում եմ դուք մի փոքր ներկայացրեք հենց ձեր փորձառությունը, ինչքան ժամանակ է, որ Ծաղկաշատի դպրոցում եք աշխատում, ինչպես որոշեցիք աշխատել Ծաղկաշատի դպրոցում եւ որն է ձեզ համար ամենակարևոր դիտարկումները ձեր այս փորձից։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես ունեմ մանկավարժական 38 տարվա մանկավարժական փորձ, գործունեությունը սկսել եմ մանկավարժական Երևանի դպրոցներից, ինքս Երևանաբնակ եմ եւ իմ գործունեությունը սկսել եմ Երևանում, շուրջ 10 տարի աշխատել եմ Երևանի մեծ դպրոցներում, հետո տեղափոխվել եմ Ալավերդի քաղաք, որտեղ եւս 10 տարի մանկավարժական գործունեություն եմ ծավալել Ալավերդու համար 2 Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցում։ Տնօրեն աշխատում եմ արդեն 13-րդ տարին, աշխատում եմ փոքր համայնքի դպրոցում, եւ համայնքն է փոքր, եւ դպրոցը բնականաբար, եւ ճիշտն ասած չէի պատկերացնում, որ իսկապես փոքր դպրոցի առջև կծառանան այնքան լուրջ խնդիրներ, որ միայն փոքր դպրոցում աշխատող մանկավարժը, ուսուցիչը եւ տնօրենը կհասկանան այդ խնդիրներից։ Այսօր մեր դպրոցում 9 աշակերտ է սովորում, ճիշտն ասած, երբ որ ես դպրոցում տնօրեն սկսեցի աշխատել, դպրոցում սովորում էին թվով 8 աշակերտներ։ Ընթացքում համայնքի հավանաբար ոչ թե բնակչության թիվը ավելացավ, այլ դպրոց հաճախող երեխաները ավելացան, հասանք մինչև 14-ի, բայց նորից անկման ցուցանիշ գրանցեցինք եւ այսօր մենք ունենք թվով 9 աշակերտներ։ 9 աշակերտները նոր չափորոշիչով պայմանավորված արդեն այս տարի բազմահամակազմ դասարաններ չունենք, բոլորը սովորում են իրենց դասարանում, համապատասխան դասարանում, բայց խնդիր է առաջացել այն առումով, որ եթե բազմահամակազմ դասարաններում աշակերտը միայնակ չէր գոնե, հիմա արդեն միայնակ է, այսինքն դասարաններ ունենք, որտեղ սովորող աշակերտը մենակ է։ Մեկ դասարան, մեկ ուսուցիչ եւ մեկ աշակերտ եւ 45 րոպե դեմ չեմ, որ ուսուցիչը հնարավորինս շատ գիտելիք է տալիս, հնարավորինս անընդհատ աշխատում է տվյալ աշակերտի հետ եւ ուրեմն աշակերտը լիարժեք ստանում է գիտելիքներ, բայց այստեղ բացակայում է աշակերտ լինելու մեկ ուրիշ հանգամանք։ Երբ որ աշակերտ ասում ենք, մենք միշտ հասկանում ենք աշակերտներ, ոչ թե աշակերտ։ Ու այդ երեխայի համար լուրջ խնդիր է, երբ որ եւ բացակայում է մրցակցությունը, եւ բացակայում է չարաճճիությունը։ Այսինքն անգամ այն սովորական բաները, որ մեծ դպրոցների մեծ թվով աշակերտ ունեցող դասարաններում կա, մենք դա չունենք։ Մի տեսակ ոնց որ տարօրինակ դպրոց է փաստորեն դառնում։ Բան չունեմ ասելու։ Այսօր շատ ծնողներ իրենց երեխաներին տալիս են անհատական պարապմունքների եւ անհատական ուսուցիչների մոտ պարապմունքների, իհարկե վճարովի։ Մենք այսօր կարծես դպրոցում հենց այդ ենք ապահովում, բայց դա երեխայի համար քիչ է,
որովհետև երեխան ուզում է իր հասակակիցների հետ շփում, երեխան ուզում է թեկուզ մրցակցություն, երեխան ուզում է դրսևորի իր գիտելիքները, ունակությունները այն մյուսին ցույց տալու համար, եթե ոչ միայն ուսուցչին։ Այսինքն այստեղ խնդիր է առաջանում։ Ինչպես է, օրինակ, դուք դպրոցական միջոցառումներ կազմակերպում։ Մեր դպրոցական միջոցառումները մենք կազմակերպում ենք ընդհանուր դպրոցով, մասնակցում են բոլոր աշակերտները, բոլոր ուսուցիչները, այդ թվում տնօրենը։ Միջոցառումների պակաս չունենք, ասեմ ձեզ, որովհետև մեր միջոցառումներին ես հիմա կնշեմ նաև մի փոքր այստեղ կընդհատեմ ասածս, ուղղակի կնշեմ, այսքան վատ բաներ ասեցի փոքր դպրոցի փոքր թվով աշակերտներ ունեցող երևույթի մասին, բայց կնշեմ նաև դրական բավականին բան, օրինակ մեր դպրոցը նման է ընտանիքի, մեր դպրոցում չկա հալածանք, չկա բուլինգ, չկա նեղացածություն, անհարգալից վերաբերմունք եւ այլն։ Բոլոր 9 աշակերտները առաջինից մինչև 9-րդ դասարան բոլորը իրար ընկեր են։ Եվ այստեղ ձևավորվում է ինչ որ արժեհամակարգ, որ փոքրը սովորում է հարգել մեծին, մեծը սովորում է պաշտպանել փոքրին, եւ դպրոցում իրանք բոլորը խաղում են միասին, ասենք ոչ ֆիզկուլտուրայի ժամերին, եւ շատ սիրում են, քանի որ սա էլ մի այլ լուրջ խնդիր է, որ բացի դպրոցից երեխան զբաղմունքի այլ ձև չունի, տուն եւ դպրոց, եւ երեխաներ, եթե ուրիշ դպրոցներում գուցե երեխան սպասում է զանգը երբ հատալու, որ ինքը վազելով տուն գնա, կամ գնա ինչ-որ, չգիտեմ, սպորտային պարապմունքի, կամ ինչ-որ մշակութային կենտրոն որևէ այլ զբաղմունքով զբաղվելու, մեր երեխաները չունեն այդ զբաղմունքը ու զոռով ենք տուն ուղարկում։ Երեխան մնում է դասերից հետո դպրոցում, որպեսզի զբաղվի։ Այսինքն մի տեսակ մեղք են, ես զգում եմ էլի իսկապես մեղք են լինում երեխաները, որովհետև զգում ես, որ երեխան տուն գնաց, ինքը մենակ է մնալու։ Իսկ գոնե դպրոցում ինքը իր ոչ հասակակիցների հետ, ինքը թիմ ունի, որի հետ ինքը զբաղվում է, ինքը խաղում է, ինքը մի խոսքով ակտիվ կյանքով է ապրում։ Ասում եմ, այստեղ շատ երկակի վերաբերմունք կա, էլի, որ երեխան համ միայնակ է այստեղ, բայց նաև լավ մարդ է մեծանում։ Ես լիարժեք կարող եմ դրա մասին ասել, որ իրանք ուսուցիչների հետ շատ հարգանքով են, իրար նկատմամբ շատ հարգանքով են, եւ այդ երևույթը ինձ շատ ոգևորում է։ Բայց էլի եմ ասում, երեխան զրկված է ամենատարական բանից, թեկուզ ֆիզկուլտուրայի ժամին սպորտ դահլիճ չունենալու պատճառով ֆիզկուլտուրայի ժամերը լիարժեք անելուց, լիարժեք մասնակցելուց։ Մենք ունենք սպորտային ինվենտար որոշակի, ունենք բարդ սպորտ հրապարակ, բայց ձմռան ամիսներին իսկ համայնքը գտնվում է բավականին բարձր դիրքում, բավականին ցուրտ է լինում մեզ մոտ, արդեն սեպտեմբերից բավականին սառն է լինում։ Եվ երեխաները չեն կարողանում, ասենք, իրենց ֆիզկուլտուրայի ժամերը դրսում անցկացնել, եթե այն տաք ժամանակները մոտ 2 ամիս ստացվում է, մնացած ամիսներին չի ստացվում։ Եվ դպրոցի ներսում մի կերպ կազմակերպվում է, ասենք, երեխան ինչի պետք է չկարողանա մասնակցել, կարող է մեր դպրոցից լավ սպորտսմեն է դուրս գալիս, ասենք, այդ աշակերտներից որևէ մեկը։ Բայց դա միայն մարզադահլիճի խնդիրն էլ չի, էլի, որովհետև եթե մարզադահլիճ էլ ունենայիք, օրինակ բասկետբոլ, ինչպես էին խաղալու երեխաները։ Հենց դա է, որ ուզում եմ ասեմ, իրանք դասերից դուրս են միասին խաղում, իրանք դասերի ժամանակ միասին չեն խաղում։ Երեխան ինքը մենակ է, ու այդ մենակ ժամանակ եւ ձանձրանում է դասի ժամանակ, որովհետեւ ասենք ես ինքս էլ եմ դասավանդում, գնում ես երեխային դասը հարցնում ես, դու դաս ես պատմում, նախ այս վերջի ինտերակտիվ մեթոդներով չես կարողանում ոչ մի ձևով խմբային աշխատանք կատարել եւ այլն, այսինքն ինչ որ քարացած ուսուցման տարբերակ է ստացվում, կարելի է այդպես ասել, էլի, որը եւս ճիշտ չի, որովհետեւ հիմա այս պայմաններում շատ ավելի լայն հնարավորություն է բացվում, որ երեխան ավելի ակտիվ եւ ինքնուրույն գործունեություն ծավալի, բայց դրա համար պայմաններ են անհրաժեշտ, ասենք, մի աշակերտով չես կարող դա անել։ Իսկ դուք, քանի որ Ծաղկաշատի դպրոցը հիմնական դպրոց է եւ երեխաները 9-րդ դասարանից հետո իրենց կրթությունը շարունակում են այլ բնակավայրերի դպրոցներում, ինձ հետաքրքիր է դուք ինչպես եք նկատում այս սոցիալականացման ոչ բավարար միջավայրը դպրոցում, ինչպես է ազդում նրանց հետագա շփման վրա, որովհետեւ
դուք նկարագրեցիք մի շատ մարդկային միջավայր, որտեղ բոլորը շատ ջերմ եւ հարգալից հարաբերություններ ունեն, հարազատական միջավայր է, բայց սա նաև առաջ է բերում խնդիր, որ երբ որ երեխան դուրս է գալիս այս միջավայրից եւ գնում է մեկ այլ միջավայր, որտեղ արդեն պիտի շփվի ինչ-որ տրամաբանությամբ, հարաբերություններ ձևավորի, արդյոք ունեն այդ բավարար հմտությունները, այսպես ասած, ավելի մեծ սոցիալական միջավայրերում, այդ շփման միջավայրերում իրենց դրսևորելու։ Ես շատ ճիշտ հարց տվեցիք, տիկին նախարար, որովհետև այդ հարցին պետք է նաև ես անդրադառնայի, չէ։ Մեր երեխաները սոցիալականացումը շատ դժվար է կատարվում, որովհետև երեխան իր գյուղում եւ իր համայնքում այդ ընտանեկան միջավայրի մեջ ինքը պատրաստ չի մեծ միջավայրերում եւ ավելի օտար միջավայրում իրեն դրսևորի։ Եվ մենք հետաքրքրվում ենք, ասենք երեխաներ, որոնք գնում են ուսումնարաններ կամ քոլեջներ, անդադ հետաքրքրվում ենք։ Մեր երեխաները իրանց առաջի տարին չեն կարողանում ադապտացվել, չեն կարողանում հարմարվել, շատ դժվար են հարմարվում, որովհետև խանգարում է իրանց հենց այդ միայնակ լինելը դպրոցում, որովհետև դա խնդիր է, լուրջ խնդիր է, որովհետև մտածում են, որ երեխան այսպես արհեստական բույսի պես ենք մենք աճացնում, երբ որ ինքը դուրս է գալիս, ինքը արդեն չի դիմանում ոչ այդ դրսի կլիմային, ոչ միջավայրին, ոչ մնացած խնդիրները լուծելուն, պատրաստ չի, դա լուրջ խնդիր է։ Եվ իսկապես փոքր դպրոցների կարելի ասել են ամենահիմնական խնդիրներից մեկը հավանաբար դա է։ Բայց դա շատ ուղիղ կապ ունի երեխայի հետագա մրցունակության հետ, որպես անձ, որովհետև բնականաբար մեծանալով, հասունանալով, մասնագիտություն նաև ձեռք բերելով, կյանքում դրսևորվելու եւ կյանքում մրցունակություն ունենալու խնդիրը կանգնում է այսպես թե այնպես։ Եվ կարող ենք ասել, որ փոքր դպրոցների միջավայրը անմրցունակության ձևավորման պայմաններ է ստեղծում մեր երեխաների համար։ Միանշանակ կարող ենք ասել, փոքր դպրոցների երեխաները այդքան ընդունակություն չունեն, որպեսզի միանգամից հարմարվեն, չեն կարողանում։ Նամանավանդ բոլոր փոքր դպրոցները դրանք գյուղական դպրոցներ են։ Նախ առաջինը գյուղ եւ քաղաք հարաբերության լրջությունն է, որ երեխան պատրաստ չի գյուղի երեխան քաղաքում միանգամից հարմարվելու, դրան գումարած նաև, որ ինքը պատրաստ չի նաև հենց այդ մրցունակությունը հաղթահարելու։ Իր համար շատ դժվար է լինում։ Մենք ունենք իսկապես լավ աշակերտներ, որոնք լավ արդյունքներով են ավարտել եւ ունեն այդ ընդունակությունները, բայց կորչում են այդ միջավայրում, չեն կարողանում դրսևորել իրանց ընդունակությունները եւ ունակությունները։ Այ շատ հաճախ մեզ այդ փաստարկն են բերում, ասում են, եթե դպրոց կա գյուղում, ապա այդ գյուղը այդտեղ կմնա, կզարգանա եւ իրականում դպրոցական շենքի եւ միավորի արկայությունը մարդկանց այդտեղ պահում է։ Ես միշտ ունեցել եմ տպավորություն, որ եթե ծնողները չունեն վստահություն, որ իրենց երեխաները տվյալ դպրոցում ստանում են լավագույն կրթությունը, իրենց հասանելի, ապա կարող են փոխել իրենց բնակավայրը եւ հակառակը անկախ նրանից դպրոց կա թե չէ, եթե մարդը գտնում է, որ իր երեխայի համար պիտի ավելի լավ հեռանկար գտնի, որը իրեն այդտեղ ապրելով հասանելի չի, այդ պարագայում անկախ նրանից շենքի վրա ինչ է գրված, ինքը կտեղափոխվի։ Այսինքն ես դիտարկում եմ օրինակ, որ Լոռու մարզի մասին ենք այս պահին խոսում, բազմաթիվ բնակավայրերում ծնողները ինչ որ մի տարիքից հետո տեղափոխվում են ավելի մեծ բնակավայրեր, օրինակ Վանաձոր, որպեսզի իրենց երեխաները գնան ավելի իրենց կարծիքով որակյալ դպրոցներ։ Ինչ եք կարծում, ամեն դեպքում գյուղում դպրոցի արկայությունը անկախ կրթության որակից ու հնարավորություններից եւ հակառակը գյուղում բնակվելով նորմալ դպրոցի հասանելիությունը ինչ հարաբերության մեջ են
գյուղը պահելու տեսանկյունից։ Ծնողը, այո, տարբերակում է։ Շատ լավ է, որ մեկ աշակերտի հետ մեկ ուսուցիչ է աշխատում, ամբողջապես երեխան ամեն օր դաս է սովորում եւ այլն, բայց իրանք ուզում են, որ մենակ դաս սովորելով չլինի, այդ սոցիալականացումն էլ լինի, որ երեխան պատրաստ լինի հասուն կյանք մտնելու։ Այսօր շատ կան, որ գյուղում ապրում են, բայց ասենք իրանց թորները գնում են եւ իրանք իրանց երեխաներին իրանց թորներով հանդերձ տեղափոխել են Ալավերդի քաղաք, իհարկե Ալավերդուց էլ տեղափոխվում են Վանաձոր, Վանաձորից էլ տեղափոխվում են Երևան, այսինքն սա աստիճանական ինչ որ երևույթ է, որ ծնողը մտածում է, որ երեխայի համար լավ կրթություն ապահովի, անգամ եթե իր բնակավայրը ինքը թողնի։ Եվ այս արտահոսքը կա գյուղերից, իսկապես կա։ Երեխային, որ տեղափոխում են, դե ի վերջո երեխան խոմենակ չի մնալու այդ մեծ քաղաքում, չէ՞, իրանք էլ իրանց հերթին տուն են գնում կամ չգիտեմ ինչ են, վարձակալում են եւ երեխաների հետ միասին տեղափոխվում են։ Այսօր բոլոր գյուղերից նկատվում է արտահոսք։ Ես հետաքրքրվում եմ, մյուսներից էլ է, մենակ մեր դպրոցը չի, որ այդպես է, էլի։ Բոլորը գնում են, եւ ծնողներն են գնում, եւ երեխաներն են գնում։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ լավ կրթության փնտրտուքն է դատարկում մեր գյուղերը, ոչ թե միանշանակ կարող ենք ասել։ Միանշանակ կարող ենք ասել, այո, լավ կրթության փնտրտուքն է իսկապես։ Մարդը ուզում է փնտրել, գտնել իր երեխայի համար, իր երեխայի ապագայի համար լավ տարբերակ։ Եվ այդ ճանապարհին ինքը անցնում է, ինքն էլ է անցնում այդ նույն ճանապարհով։ Հիմնական խնդիրն է դա։ Եվ այս կոնտեքստում, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ ձևավորվեն դպրոցական նոր ենթակառուցվածքներ, այ դուք ասացիք մարզադահլիճ չկա։ Սա շատ կարևոր խնդիր է։ Իրականում այսօր մեր դպրոցների մի զգալի մասում երեխաները ֆիզիկական ակտիվության հնարավորությունից զերծ են, որովհետև չկա մարզադահլիճ, չկա պատշաճ, նույնիսկ մարզադահլիճ լինելու պարագայում բավարար վիճակում չկան պայմաններ, որպեսզի երեխաները զբաղվեն օրինակ սպորտով։ Չկան հաճախ պայմաններ, որպեսզի երեխաները զբաղվեն արվեստով, մշակութային գործունեությամբ, ցանկացած այլ ուղղությամբ, որը զարգացնում է մարդուն եւ կրթության պարտադիր բաղադրիչն է։ Ու հիմա գիտեք, որ կառավարության քաղաքականությունն է 300 դպրոցների ծրագրի շրջանակներում ձևավորել նոր ենթակառուցվածքներ, կրթահամալիրներ, եւ այդ կրթահամալիրները պլանավորել այնպես, որպեսզի դրանք հասանելի լինեն տարբեր բնակավայրերի երեխաներին։ Նաեւ իհարկե հոգ տանելով, ապահովելով ճանապարհների եւ պատշաճ տրանսպորտային միջոցների մասին։ Ինչ եք կարծում, այս ծրագիրը ձեր կարծիքով որպես այդ միջավայրում բնակվող, այդ միջավայրում ապրող մարդ ունի հեռանկար, թե ոչ։ Ես կարծում եմ ցանկացած ծրագրի հիմքում պետությունը մտածում է, պետության մտահոգությունն է խնդիրը լուծելու։ Այստեղ մենք ունենք խնդիր եւ պետության քաղաքականությունը միտված է հենց այդ խնդիրը լուծելու, իմ կարծիքով։ Ոչ մի երեխա մեղավոր չի, որ ինքը գյուղում է ապրում, որ իր դպրոցը փոքր է, ինքը բավարար պայմաններ չունի լիարժեք ձևավորվելու, իր արժեհամակարգը լիարժեք ձևավորելու, կարողունակություններ դրսևորելու, կարողանալու հմտություններ ձեռք բերելու, իսկ այդ ամեն ինչը տալիս է լիարժեք աշխատող դպրոցը։ Մենք կիսատ պռատ ենք աշխատում, կարելի է այդպես ասել։ Մենք ընդհանրապես սենց տալիս ենք այն ինչ որ պետք է տանք, այն ինչ որ կարող ենք տալ, ինչը կարողանում ենք տալ, մենք դա անում ենք, բայց դա բավարար չի աշակերտի համար։ Աշակերտի համար այս տեխնոլոգիաների դարաշրջանում եւ այլն, որովհետեւ դպրոցում ընդամենը մեկ կապ ունենք, որը հաճախ գնում է, առարկաներ ունենք, որ չենք կարողանում անգամ հեռավար տալ, որովհետեւ կապի խնդիր ունենք եւ բաց մնացած առարկաներ ունենք եւ դա բոլոր դպրոցներին է վերաբերում։ Այդ դեպքում ինչի ընդառաջ չգնալ այդ քաղաքականությանը, որը մեր սերնդի ապագային է ուղղված։ Ես այդպես եմ կարծում։ Այսինքն ճիշտ եմ գնահատում։ Այո, երեխան պետք է լավ կրթություն ստանա։ Անկախ նրանից, ում երեխան է, ինչ պայմաններում է ապրում,
ինչ ձևի է, դպրոցը փոքր է, մեծ է, գյուղում է, քաղաքում է, որտեղ ուզում է լինի, երեխան լավ կրթություն պետք է ստանա։ Ու ինքը մեղավոր չի, որ ինքը ասենք այդտեղ է սովորում։ Եվ եթե այս քաղաքականությունը իսկապես միջև վերջ կայանա եւ մենք իսկապես հասնենք նրան այն ինչ որ դրված է պետությունը դրել է մեր առաջ եւ մենք էլ փորձենք ընթառաջ գնալ եւ օգնել դրան մենք կստանանք իսկապես այն մոդելը որը շատ իդեալական կլինի մեր երեխաների համար Եթե ճանապարհներ լինեն, եթե կողքի դպրոցը, որը 10 կիլոմետր, 15 կիլոմետր հեռու է, բայց հնարավոր լինի տեղափոխել աշակերտներին, տանել, բերել, այս ամեն ինչը եթե լինի, ինձ թվում է ծնողները ոչ մեկն էլ տենց դժգոհություն չի լինի ասենք խնդիրը դրանում է։ Այսօր նաև շատ մտահոգություն ունեն ուսուցիչները, որոնք աշխատում են փոքր դպրոցներում։ Սա ասենք հաճախ հնչում են հարցեր, բա ինչ ենք լինելու մենք, բա մենք կրճատվելու ենք, բա մենք դուրս ենք մնալու աշխատանքից, բայց այսօր կարծում եմ պետությունը այդ հնարավորությունն էլ է տվել։ Այսօր ամեն մեկը կարող է կամավոր ատեստավորման մասնակցի, տարակարգ ձեռք բերի, ես էլ եմ ասում եմ երբ որ դպրոցները միացնեն, հավանաբար առավելություն կտան այն ուսուցիչներին, ովքեր որ հաղթահարել են այդ շեմը, այսինքն իրանք ցույց են տվել, որ իրանք կարողությունները ավելին են, քան մյուսներինը։ Ասենք երբեք մի մտածեք, որ դուք որ փակվելու եք, ձեզ հանելու են, ձեզ կրճատելու են, պահելու են այն դպրոցի ուսուցիչներին, որոնք որ հիմնական դպրոց են հանդիսանում։ Դուք էլ գնացեք այդ ճանապարհով Եվ դրանով ձեր դիրքերը ամրապնդեք, ես չեմ կարծում, որ ասենք անտեսվեք այդ հանգամանքում։ Պետք են լավ ուսուցիչներ։ Մեզ միշտ պետք են լավ ուսուցիչներ։ Այո, եւ դա կարծում եմ այդպես հստակ չգիտեմ, իհարկե քաղաքականությունը այդ առումով ինչպես կգնա, բայց կարծում եմ ես ճիշտ եմ տրամաբանում, որ ովքեր որ տարակարգ ունեն, վերջը մասնակցել են օլիմպիադայի աշակերտներ ունեն, լավ արդյունք են տվել իրանց ամբողջ գործունեության ընթացքում, հաստատ չեն հրաժարվի նման լավ ուսուցիչից, երբեք չեն հրաժարվի։ Ոչ միայն չենք հրաժարվի, կխնդրենք այդ ուսուցիչներին շարունակել աշխատել դպրոցներում։ Եվ դրանով ես մտածում եմ, ես կողմ եմ այս քաղաքականությանը, շատ անկեղծ եմ ասում ու բոլորին եմ ասում, որովհետև ես ինքս աշխատելով մեծ դպրոցներում, ես գիտեմ էլի ինչ է դա։ Ես մի անգամ ձեզ օրինակ բերեցի, որ ասեցի անգամ մեր երեխաները, ես մի անգամ դասից փախել են, ես այնքան էի ուրախացել, ասում են, ինչ լավ է, այս երեխեքը դասից փախել են, գոնե իրանց կյանքում կհիշեն, որ մի անգամ դասից փախել են։ Այդ մի երեխան անգամ դասից չի կարողանում փախչել։ Ասենք, որը նորմալ է, էլի դպրոցների համար, էլի նորմալ է, այսինքն այդ երեխան նորմալ չի ապրում, այդ է դուրս գալիս, էլի, որ այդ ամեն ինչը իրոք խնդիր է։ Ես կարողա հենց սկզբից փոքր դպրոցում աշխատեի, այս խնդիրները ինձ համար այսպես ավելի ցայտուն չլինեին, բայց ես որ համեմատում եմ, բավականին շատ բացեր եմ նկատում, շատ խնդիրներ եմ նկատում եւ շատ եմ ուզում, որ մեր փոքր դպրոցի աշակերտները լինեն մեծ միջավայրում, կայանան այդ մեծ միջավայրում, դրսևորվեն այդ մեծ միջավայրում, ընդունակ լինեն իսկապես մտնել հասարակության մեջ ցույց տալ իրանց ոչ թե խեղճանալ, կծկվել, իսկ դա մենք այսօր ունենք։ Մեր ավարտած շրջանավարտների մոտ մենք դա ունենք։ Դրա համար այդ խնդիրները մենք հետևում ենք մեր ավարտած շրջանավարտներին, հետաքրքրվում ենք առաջադիմությամբ, թե վարվելաձևով եւ այլնով էլի եւ դա իրոք խնդիր է։ Առնվազն մի 2 տարի անհրաժեշտ է, որպեսզի երեխան իրան գտնի մի հատ, վերագտնի այդ նոր միջավայրում ու կարողանա իրեն ցույց տալ։ 2 տարին էլ մեծ ժամանակ է, որ մինչեւ իրենք այդ դժվարությունները հաղթահարում են, մյուսները արդեն իրենց տարեկիցները այլ տեղ են հասնում։ Ճիշտ է։ Եվ դա ազդում է նաև հետագա կյանքի հետագծի վրա, ինչը իհարկե, եթե կարող ենք փոխել, պետք է անենք, կարծում եմ։ Տիկին Մուսայելյան, երբ որ մենք խոսում ենք այս կրթահամալիրների ծրագրից, ես հաճախ նկատել եմ, որ մարդկանց միջև վերջ պարզ չի դառնում եւ ընկալելի չի դառնում ծրագրի ամբողջ բովանդակությունը եւ օրինակ հաճախ մտահոգություններ են հայտնում, բա ինչպես կլինի ճանապարհները լավ վիճակում չեն, օրինակ, կամ ինչպես պետք է հասնել նույնիսկ լավ ճանապարհով այս բնակավայրից այս կրթահամալիր։
Այնինչ ծրագրի պարտադիր բաղադրիչ է, որ ճանապարհները բոլորը պետք է հիմնանորոգվեն, ըստ անհրաժեշտության բերվեն պատշաճ վիճակի, ինչպես նաև հատուկ ծրագրի համար պետք է ձեռք բերվեն տրանսպորտային միջոցներ, որոնք պետք է բացառապես ծառայեն երեխաների տեղափոխմանը, ընդ որում նախատեսելով նաև ուղեկցողներ, որոնք օրինակ փոքր տարիքի երեխաների եւ նաև մյուս երեխաներին պատշաճ հոգացություն ու խնամքը կցուցաբերեն թեկուզ կարճ, բայց ճանապարհին։ Այնց հետաքրքիր է, դուք հանդիպել եք այսպիսի մտահոգությունների, լսել եք օրինակ, որ մարդիկ այս հարցերի շուրջ քննարկեն եւ տեղեկացվածության խնդիր ունենան։ Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև իսկապես հարցը շատ մտահոգիչ է։ Մտահոգիչ է ծնողների համար առանձնապես, որովհետև առաջինը երեխայի անվտանգության, երեխայի տեղափոխման դժվարությունների մասին են իրանք մտահոգ, մտածելով նաև, որ առաջի, երկրորդ, երրորդ դասարին տարրական դասարներում սովորողները ինչպես պետք է լինի, որովհետև նաև նկատի ունեն, որ մեծ դպրոցներում քաղաքի անգամ ծնողներն են երեխաների ձեռքը բռնած ամեն օր տանում դպրոց։ Այս իսկապես մտահոգող հարց է, բայց անընդհատ իրազեկում եղել է եւ ես եւս մեկ անգամ այդ մասին կփաստեմ, որ պետությունը հենց այնպես դպրոց չի միացնելու։ Դպրոց միացնելու համար պետությունը անպայման ստեղծելու է բոլոր այն բավարար պայմանները, որպիսի անվտանգ միջավայր ապահովի, ճանապարհը եւս ապահովի, որպիսի տվյալ աշակերտը մի բնակավայրից տեղափոխվի մյուս բնակավայր։ Առաջի խնդիրը հենց ճանապարհների խնդիրն է։ Միանշանակ ճանապարհները նշվում է, որ պետք է շատ բարեկարգ լինեն, պետք է տրամադրվեն հարմարավետ տրանսպորտային միջոցներ, պետք է տրամադրվեն ուղեկցողներ համապատասխան որակավորմամբ, եւ այս մտահոգությունը ծնողների կարծում եմ անհիմն է, որովհետեւ ոչ մեկը չի մտածում, այսօր մեզ համար մեր սերունդը գանձ է ու հաստատ պետության համար էլ է գանձ ու երբեք չեն ուզենա մի աշակերտի մատը փուշ մտնի, այսպես ասեմ։ Եվ այս պայմանների միայն լինելու պարագայում դպրոցները կմիավորվեն, այսինքն եւ բարվոք ճանապարհներ եւ համապատասխան ուղեկցող եւ բացի դրանից էլ պատրաստ դպրոց ընդունելու այդ դպրոցի աշակերտներին։ Նաեւ դպրոցի հարցն է կարեւոր, որ դպրոցը չլինի ինչ որ բանով նման այն հին դպրոցին, այսինքն լիարժեք դպրոց լինի եւ կարծում եմ ծնողը այս պարագայում մտահոգվելու որևէ խնդիր չունի։ Շնորհակալ եմ եւ ուղղակի կարծում եմ մեր քաղաքացիներին էլ կհետաքրքրի, որ մենք ուսումնասիրություն էինք արել Երևան քաղաքում աշակերտները միջինում քանի կիլոմետր են անցնում դպրոց հասնելու եւ պետք է ասեմ, որ մեր աշակերտների կեսից ավելին բավական երկար ճանապարհ է անցնում հենց Երևանի ներսում եւ դա ավելին է օրինակ քան 7 կիլոմետրը, որպեսզի իր բնակության վայրից հասնի դպրոց եւ սա մի բան է, որը տեղի է ունենում ամեն օր հազարավոր երեխաների հետ, բայց ինչու են մեր երեխաները այդ ճանապարհը անցնում քաղաքային բնակավայրում, որտեղ ծնողները ընտրել են դպրոցը, որտեղ ուզում են երեխաներին տանել եւ այժմ այդ ընտրության հնարավորությունը ձևավորվում է նաև մեր բոլոր բնակավայրերի համար, բայց շատ ավելի բարենպաստ պայմաններում, որովհետև առանձնացված փոխադրամիջոցները եւ բարեկարգ ճանապարհները միանշանակ այդ ճանապարհը դարձնելու են ակնթարթ եւ միևնույն ժամանակ հասանելի են դարձնելու որակյալ լավագույն կրթությունը մեր բոլոր երեխաների համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Մուսայելյան, որովհետև իսկապես շատ կարևոր է, որ այս խնդրի մասին խոսեն մարդիկ, ովքեր հենց այդ իրավիճակներում են եւ նաեւ մենք կարողանանք այդ խնդիրները դարձնել շատ ավելի տեսանելի։ Ու ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր գործունեության համար, Ծաղկաշատի դպրոցը վստահաբար այսօր անում է լավագույնը, որպեսզի երեխաներին տա ամենավորակյալ կրթությունը, ինչպես եւ անում են մեր տարբեր դպրոցներ, բայց կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք չնայած մեր սրտացավությանն ու նվիրվածությանը սահմանափակում են հնարավորությունները երեխաներին այդ կրթությունը տալու։ Մենք պիտի հիշենք, որ այս ամբողջ խոսակցությունը մեր երեխաների մասին է եւ նրանց կրթության որակի հարցում, հնարավորությունների հարցում փոխզիջումների չպիտի գնանք ու մնացած հարցերը պիտի դրանից ելնելով լուծենք։ Շնորհակալ եմ
եւ ձեզ մաղթում եմ հաջողություններ, վստահ եմ, որ դպրոցի գործունեության ընթացքում բազմաթիվ անելիքներ ունեք ու այդ մարտահրավերները հաջողությամբ կհաղթահարեք։ Հույս ունեմ, որ առիթ կունենամ նաեւ այցելել մի օր ձեր դպրոց, որովհետեւ ինչպես խոսում ենք, շատ գեղեցիկ նաեւ վայրում է, գյուղը տեղակայված, անունն էլ այդ մասին է խոսում, Ծաղկաշատ։ Վստահ եմ, որ նաեւ ձեր աշակերտների հետ ծանոթանալու առիթը կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ մտահոգեք այդքան մեր երեխաների ճակատագրով։ Կոնկրետ ես նշում եմ մեր դպրոցի երեխաների ճակատագիրը։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հաջողություն։